տեսեք, օրինակ տեսեք, ճոխ միջոցառում, օրինակ որ միջոցառումը։ Հիմա օրինակ տեսեք, մենք այդքան քննարկման առարկա դարձավ, օրինակ, երբ որ ժամանակին Snoop Dogg-ին մենք հրավիրեցինք եւ իրան ահագին փող ծախսեցինք, բայց այն ժամանակ Ղարաբաղի իրադարձությունների պատճառով ստիպված եղանք հետաձգել։ Դրա պատճառով մեծ աղմուկ եւ բան բարձացավ եւ մենք հասկանում էինք, մենք սուս ու փուս գնացինք շարունակեցինք եւ այն ընկերությունը, ով պետքա Snoop Dogg-ի համերգը կազմակերպել, ինքը եկավ մեզ ասեց, այդ գումարը հետ մի վերցրեք, ես համարժեք մի հատ համերգ կկազմակերպեմ։ Մենք համաձայնվեցինք եւ ինքը գնաց եւ պայմանավորվեց Ջենիֆեր Լոպեսի հետ։ Ջենիֆեր Լոպեսի համերգը կայացավ, ով կհիշի մենք ինչքան գումար ենք 7 միլիոն, եթե չեմ սխալվում։ Չէ։ Ժողովրդովա հիշում Ջենիֆեր Լոպեսի համերգի համար ինչքան գումար ենք հատկացրել։ Հատկացրել։ 6 միլիոն դոլար։ 6 միլիոն դոլար, դա որ այս կետում կանգնենք, ձեր ասած ճոխ միջոցառումն է։ Բայց այդ ծախսի արդյունքում Հայաստան եկավ մոտավորապես 15,000 զբոսաշրջիկ այդ համերգի արդյունքում։ Երբ որ մենք հաշվում ենք այդ ծախսերը, այդ 6 միլիոն դոլարը հետ է եկել, այսինքն գնացել է փոքր եւ միջին եւ խոշոր մարդիկ մտել են հաց են կերել, տրանսպորտ տաքսի են նստել եւ այլն, եւ այդ ամեն ինչի արդյունքում հարկեր են գեներացվել եւ դրա արդյունքում է, այդ թվում դրա արդյունքում է, որ մենք հնարավորություն ենք ստացել ձեր թոշակը այս տարի ավելացնենք։